Այս վկայությունս քրիստոնյա քույր եղբայրների մեկը մեկի հանդեպ ուշադրության և հոգատարության մասին է։ Մի տոնի նախօրեին քրիստոնյա մտերիմ քույրերիցս մեկը հյուր էր եկել իմ տուն։ Այդ ժամանակ մի քանի օրեկան նորածին աղջնակիս հետ միասին մտադրվել էի, որոշել էի հաջորդ օրը ես էլ գնամ մասնակցեմ տոնին։ Այս քույրիկի հետ աղոթում էինք, աղոթքը փակելուց հետո նա ասաց, որ հոգու մեջ զգաց, որ ես վաղը չպետք է նորածնիս հետ գնամ այդ տոնին։ Նա չբացատրեց, թե ինչու, ուղղակի ասաց, որ չգնամ տոնին։ Ես այդ ժամանակ նորահավատ էի և դեռևս չէի կարողանում առաջնորդվել Սուրբ Հոգով, իսկ քույրիկին պնդելով ասացի, որ անպայման պիտի գնամ, ախր ես ինչպես բաց թողնեմ այդ գեղեցիկ տոնակատարությունը։ Հաջորդ օրը այդ քույրիկը եկավ առավոտյան, ինձ նորից համոզեց, որ մի քանի օրեկան երեխայիս հետ չգնամ տոնին։ Իհարկե շատ տխրեցի, բայց այնուամենայնիվ համաձայնվեցի չգնալ։ Ժամեր անց, երբ արդեն տոնակատարությունը ավարտվել էր, քրիստոնյաներին հատկացված ավտոբուսով հետ վերադառնալիս վթարի էին ենթարկվել։ Ավտոբուսը մեր թաղամաս բարձրացող լեռնային ճանապարհով հասել էր ամենավերևի հատվածը ու վերջին շրջապտույտին շրջվել մի կողքի և մի քանի անգամ ճոճվել ու հրաշքով Աստված պահել էր, որ չգլորվի ձորը։ Փառք, փառք, փառք Հիսուսին, ամեն։ Ես հասկացա քույրիկի մտահոգությունը Տիրոջից էր, որ եթե նորածնիս հետ լինեի այդ ավտոբուսում, կարող էր շատ վատ ավարտ լինել, բայց Տերը կանխեց։ Քույրիկիս թախանձագին խնդրանքի և համոզելու միջոցով։ Շնորհակալ եմ, հալելույա, փառք Հիսուսին, գոհություն, մեծարանք, Տերը պահեց ինձ և իմ նորածին աղջնակին։ Աստված սիրում է մեզ և ամեն օր հրաշք ձևով պահում ու պաշտպանում է մեզ ու մեր զավակներին, ամեն։